բացարկի հիմքում դրված ֆինանսական հանգամանքների վրա հակուսնչություն դասեք ինչ հիմքով բացարկայնեցին դատավորում։ Երբ որ առաջի դատականիստը նշանակվել է, բնականաբար այժմ էլեկտրոնային արվեստ տեղեկատվական կայքում տեղադրվում է, արդեն իսկ օրը նշանակվել է, եւ այդ օրվա մասին, առաջին նիստի մասին մենք պաշտած ծանոթված չենք եղել, այնուհետև նիստը կայացել է, աղացիների բեռը բաշխվել առանց մեր ներկայության, իհարկե այդ իրավական կարգավորումը տրված եւ դատարանը նման իրավասություն ուներ, սակայն մեզ մոտ, ինձ մոտ արմրես տեղեկատվական կայքում այդ որոշումը առկա չէ։ Այդ իսկ պատճառով այսօր բացարկի միջնորդության մեջ ես նաեւ արտատպումները այն հանգամանքի, որ առկա չէ, այսինքն մենք չենք տեսել առաջին նիստը նշանակել օրվա վերաբերյալ դատարանի որոշումը եւ այն էլ այդ օրվա նիստի հետ կապված հայտարարվել է նիստի քարտուղարի կողմից, որ կողմերը տեղեկացված են, սակայն պաշտպանություն չի ապահովել։ Մենք առաջինը դա ենք դրել հիմքում, որ մեր պաշտպանություն չի ապահովել, ինչպես նաեւ առաջին իսկ նիստի օրը ապացույցների բեռը բաշխվել է։ Անկախ նրանից, որ այո, կարող է դատարանը բաշխեր, սակայն կողմի ներկայությունը ցանկալի է, որպեսզի ապացուցան բեռը բաշխելու վերաբերյալ դիրքորոշում հայտնի։ Եվ ապացուցան բեռը բաշխելու ժամանակ մեր վրա դրվել էր կրկին այն փաստական հանգամանք հիմնավորելու, որ մենք գտնում ենք, որ դա փաստական հանգամանք չի։ Այսինքն մենք գտնում ենք, որ դա այդ հոդվածը ամբողջությամբ ուղղակի հարցադրում է, իր մեջ որևիցե փաստական տվյալ չի պարունակում։ Այս երկու փաստերը հանգամանքները հաշվի առնելով այսօր մենք բացարկի միջոցով ներկայացրեցինք, գտնելով, որ դատարանը արդեն իսկ կաշկանդված է, կողմնակալ է, քանի որ մյուս կողմը հանդիսանում է Հայաստան Հանրապետության վարչապետը, եւ այդ իսկ պատճառով շտապողականություն է դրսևորում եւ արդեն իսկ ապացույցների բեռը բաշխելով մեր վրա դրել մի պարտականություն, որը չպետք է դրվեր։ Ինչպես նաեւ մենք պաշտած ծանոթված չենք եղել։ Այս հանգամանքները հաշվի առնելով վերջինիս անաչառությունը եւ կողմնակալությունը հաշվի առնելով մենք բացարկի միջոցով ներկայացրեցինք։